Այսօր Ռոզա Դավթյանի և նրա սիրելիի կյանքի ամենակարևոր փուլերից մեկն է։ Եկեղեցում օրհնված հայկական ավանդական ծեսի հզոր մթնոլորտում նրանք ստացան Աստծո օրհնությունը իրենց միությունն ամրապնդելով ոչ միայն սիրո խոստումով, այլև հոգևոր կապով։ Հին քարե եկեղեցի ներսում, որտեղ աղոթքների ձայները և մոմերի լույսը միախառնվել էին խաղաղության հետ, Ռոզան և նրա սիրելին ուխտեցին միասին անցնել կյանքի բոլոր ճանապարհներով, հուսալով, որ Աստված կլինի նրանց առաջին ուղեկիցը։ Եկեղեցական արարողությունն անցավ մեծ հանդիսավորությամբ և զգացմունքայնությամբ, ներկաներն, ընտանիքի անդամները, մտերիմ ընկերներն ու գործընկերները հուզված հետևում էին այդ պահերին, երբ հնչում էին երդման խոսքերը և հարս ու փեսա խոնարհվում էին օրհնության համար։ Մոմերի մեղմ լույսի ներքո Ռոզան և նրա սիրելին կարծես ամբողջ աշխարհը մոռացել էին և մնացել էին միայն իրար աչքերի հայացքներում կորած լի սիրով ու հավերժության հավատքով։ Եկեղեցական գեղեցիկ արարողությունից հետո ուրախությունը կտեղափոխվի մայրաքաղաքի հայտնի ռեստորաններից մեկը, որտեղ շարունակվելու է տոնական տրամադրությունը։ Սրահը շքեղ է ձևավորված լի բուրավետ ծաղիկներով, նուրբ լուսավորությամբ, որը համադրում է ավանդական հայկական և ժամանակակից հարսանեկան մեղեդիները։ Հյուրերն արդեն սպասում են այն վայրկյանին, երբ հարսն ու փեսան մուտք կգործեն սրահ իրենց նոր կարգավիճակով։ Ռոզան, ինչպես միշտ, նուրբ, նրբագեղ և շողացող փայլում է իր երջանկությամբ, իսկ նրա կողքին ամուր ու վստահ քայլերով քայլում է նրա սիրելին։ Նրանց մուտքն ուղեկցվելու է ծափերով, ժպիտներով ու հուզմունքով։ Առջևում դեռ բազմաթիվ հուզիչ պահեր են սպասվում, առաջին պար, ընտանեկան ջերմ խոսքեր, երգեր, պարեր ու այնպիսի զգացմունքներ, որոնք ամբողջ կյանքի ընթացքում կուղեկցեն Ռոզային և նրա ընտրյալին։ Այս օրը, այս երջանկությունը, այս սերն անմոռանալի էջ կդառնան ոչ միայն նրանց կյանքում, այլև բոլոր նրանց հիշողություններում, ովքեր իրենց աչքերով ականատես կդառնան այս հրաշք պահին, և սա դեռ սկիզբն է գեղեցիկ ու երկար սիրո պատմության։ Դերասանուհի Ռոզա Դավթյանի նախահարսանեկան խնջույքն իսկական հեքիաթ է, որտեղ յուրաքանչյուր դետալ խոսում է նրբաճաշակության, անկեղծ զգացմունքների ու կյանքի ամենագեղեցիկ պահերին արժանապատվորեն ընդառաջ գնալու պատրաստակամության մասին։ Այս պահին Ռոզայի նախահարսանեկան խնջույքն է, որը տեղի է ունենում հատուկ ընտրված վայրում զարդարված բուսական նուրբ կոմպոզիցիաներով։ Նրանք ճառագում են հանգստություն, հմայք և երազանքների իրականացման մթնոլորտ։ Ամեն ինչ, սկսած հյուրերի նստատեղերից մինչև գինու բաժակների դիզայնը, ընտրված էր մանրակրկիտ ուշադրությամբ, որպեսզի ոչ մի դետալ չխաթարի միջոցառման ներդաշնակությունը։ Ամեն անկյուն պատմում է սիրո մասին, խնամքով մտածված լուսային լուծումներով, հուշեր առաջացնող հոտավետ մոմերով և նուրբ երաժշտությամբ։ Արարողությունն ուղեկցվում է հետաքրքիր կենդանի նվագախմբի կատարումով։ Ռոզա Դավթյանը հայտնի է իր անկեղծությամբ, ազնվությամբ ու մարդկանց վստահություն ներշնչելու ունակությամբ։ Նա իր հանրային գործունեությունը սկսել է որպես երիտասարդ դերասանուհի, ցուցադրելով իր տաղանդը տարբեր նախագծերում, որոնցից ամենահայտնիներից է «Կույր աշխարհը» և «Վերջին զանգը»։ Նրա մարմնավորած կերպարները միշտ խոսել են զգացմունքներով, ներքին դրամայով ու հավատարմությամբ, ինչը նրան առանձնացրել է ժամանակակից դերասանուհիների շարքում։ Չնայած մեծ ճանաչմանը, Ռոզան երբեք չի հեռացել իր արմատներից։ Նա հաճախ է պատմում իր ընտանիքի, հատկապես տատիկի մասին, ով մեծ դեր է ունեցել իր դաստիարակության և աշխարհայացքի ձևավորման գործում։ Նրա ընտանիքի հանդեպ ունեցած կապվածությունն արտացոլվում է նաև իր առօրյա կյանքի մեջ, լինի դա իր սոցիալական ցանցերի գրառումներում, թե անձնական շփումներում։ 2024-ի հոկտեմբերի 11-ին Ռոզան նշել է իր նշանադրությունը։ Այդ օրը նա կիսվել էր հուզիչ լուսանկարով, մատնե մատով, բայց առանց ընտրյալի դեմքը բացահայտելու։ Գրառման մեջ նա գրել էր, որ տարիներ շարունակ անհավատալի ուժով անցել է կյանքի բազմաթիվ փորձությունների միջով, կորցնելով հայրիկին, վերապրելով ցավալի պահեր, բայց միշտ մնացել է հավատարիմ իր արժեքներին, և այդ ամենից հետո նրա կյանքում հայտնվել է այն մարդն, ով պարզապես լռությամբ սփոփում էր իր սիրտը։ Նրա նշանածի մասին քիչ է հայտնի, սակայն Ռոզայի խոսքերից կարելի է հասկանալ, որ այդ մարդը լուռ ու անկեղծ ուժ է, ով դարձել է նրա ներքին խաղաղության աղբյուրը։
Նախահարսանեկան խնջույքը, որը կազմակերպվել էր պրոֆեսիոնալ թիմի կողմից, ավելի քան պարզապես միջոցառում էր, այն մի ամբողջ սիմֆոնիա էր հույզերի, ուր միախառնվել էին արվեստը, սերը, ընտանիքը և կյանքի նոր փուլին արժանի պատրաստվածությունը։ Սա միայն սկիզբն է։ Ռոզայի հարսանիքը խոստանում է լինել ոչ միայն շքեղ, այլև մարդկային մաքուր հույզերով լի, ի տարբերություն ցուցադրական պոռթկումների։ Նա իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է լինել հասարակ, բնական, իսկ միևնույն ժամանակ ոճային, նրբաճաշակ ու խարիզմատիկ։ Հետևեք նրա կյանքի այս հրաշալի փուլին, որովհետև Ռոզա Դավթյանն այն աղջիկներից է, ում կյանքը հիշեցնում է ֆիլմ բարի ավարտով, բայց միշտ նոր սկիզբներով։ Այնպես որ մնացեք մեր ալիքում, որպեսզի դիտեք, թե ինչ հետաքրքիր օր է ունեցել դերասանուհին իր շրջապատում, ովքեր են մասնակցել նրա նախահարսանեկան խնջույքին և ինչպես է այն անցել, երբ է լինելու հարսանիքի օրը։ Այս բոլոր մանրամասները կգտնեք մեր ալիքում քիչ անց։ Ռոզա Դավթյանի կերպարը բացառիկ է «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Նա այն դերասանուհիներից է, ովքեր խաղում են ոչ միայն տեքստը ձեռքին, այլ ամբողջ էությամբ, հայացքով, շարժումով, լռությամբ։ Նրա ներկայությունը կադրում երբեք ձևական չէ։ Նա ապրում է իր կերպարը, վարակում է իր հույզերով և ստիպում է հանդիսատեսին հավատալ ամեն բանին։ Ռոզան աչքի է ընկնում իր խիստ նուրբ, բայց վստահ կերպարով։ Նրա ոճը հեռու է ճչացող արտահայտություններից։ Նա նախընտրում է նուրբ գույներ, մինիմալիստական հագուստ, բայց միշտ ընդգծված է կանացիությունը։ Իր կերպարի գլխավոր գաղտնիքը հենց այս հավասարակշռության մեջ է՝ պարզություն, որն ունի խորություն։ Նա այն մարդկանցից է, ում տեսնելիս զգում ես հանգստություն, և նրա խաղը երբեք չի ձգտում իրեն ցույց տալ։ Նա ուղղակի կենդանացնում է կերպարն առանց ավելորդ ջանքերի։ Դա նրան դարձնում է հանդիսատեսի սիրելին թե՛ էկրանին, թե՛ իրական կյանքում։